Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Շատ բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արդեն Բաքվում է, բայց մենք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Երևանում օրեր առաջ։ Ի դեպ դուք առաջիններից էիք, որ խոսում էիք Ջեյ Դի Վենսի այցելության մասին, անգամ օրը դուք առաջիններից էիք այսպես հայտնել։ Ընդհանուր առմամբ ակնկալիքները որքան էլ որ մեծ էին, բայց հիմնականում դրանք կապված էին թրիփի հետ, բայց մենք տեսանք, որ շատ ավելի լայն օրակարգով էր այստեղ Ջեյ Դի Վենսը, էներգետիկ համագործակցությունից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, 11 միլիոն դոլարի դրոններ, ինչպես նաև թրիփ այդ համագործակցության շրջանակներում 5 եւ 4 միլիոնի ներդրումներ։ Ընդհանուր առմամբ, պարոն Բաբաջանյան, հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչ հեռանկարներ են բացում այս օրակարգերը Միացյալ Նահանգների հետ եւ այս համագործակցության այս նոր հնարավորությունները։ Ասեմ, որ նախ Ջեյ Դի Վենսը առանցքային դերակատար է Թրամփի վարչակազմում եւ նա պատահական մարդ չէ, ոչ միայն արտաքին քաղաքական իմաստով, այլև տնտեսության, գիտեք, նա սենատի նախագահն է եւ դա Միացյալ Նահանգների օրենսդիր ամենաբարձր մարմինն է եւ նրա նշանակությունը ուղղակի առանցքային է։ Օրինակ Քամալա Հարիսը Բայդենի վարչակազմում չի ունեցել այդ աստիճանի եւ այդ կարեւորության նշանակություն։ Ջեյ Դի Վենսն ունի։ Եվ պատահական չի, որ ամեն ինչ սկսվեց նաեւ անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցով Միացյալ Նահանգներ, այն ժամանակ, երբ նոր մի քանի օր էր, երբ նոր վարչակազմը ստանձնել էր երկրի ղեկը։ Եվ հենց Վենսի հետ ունեցած առանձնազրույցը ունեցավ բեկումնային նշանակություն եւ առհասարակ Միացյալ Նահանգների վերջին տարիների, վերջին շուրջ 30 տարիների քաղաքականության իրագործումը փաստորեն իր վրա վերցրեց Թրամփը։ Կարող եմ ասել, որ այո, տևական ժամանակ Միացյալ Նահանգները խորհրդային միության փլուզումից հետո ջանացել են Հարավային Կովկասում հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ դա արել են ոչ թե Ռուսաստանի նման մեզ այստեղ պատերազմներ ու առնահոսություն առաջացնելով, այլ համերաշխություն եւ խաղաղություն բերելու ճանապարհով, ներդրումներ ապահովել կողմերի միջև առևտուր, համագործակցություն, ճանապարհների փոխկապակցվածություն ստեղծել, որը կարող է տևական խաղաղության եւ անվտանգության ուրեմն ճանապարհ հարթել։ Սրանով իհարկե Միացյալ Նահանգները այս պահին փաստորեն հաջողեցին եւ կարող եմ ասել, որ դրան այդ ուղղությամբ եւ Քլինտոններն են աշխատել եւ աշխատել է Բուշ կրտսերը Վրաստան այցելությամբ փորձեցին Վրաստանը պոկել ռուսական այսպես ուղեծրից, բայց ռուս-վրացական պատերազմի պատճառով այդ ընթացքը կասեցվեց, Օբաման փորձեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության առաջ մղմամբ այդպիսի մի հնարավորության հասնել ռուսական ազդեցության նվազման, չաշխատեց։ Թրամփը ըստ էության գտավ բանալին Կովկասի եւ խաղաղություն հաստատելու ճանապարհը։ Եվ այդ ուղղությամբ ասեմ, որ Վենսի այցի ամբողջ օրակարգը եւ պատմականությունը դեռ մենք երկար պիտի քննարկենք, որովհետեւ դուք խոսում եք 11 միլիոն սպառազինության ձեռքբերման մասին, գիտեք, նախ այն սպառազինության որակը եւ նշանակությունը պիտի հատուկ ընդգծեմ։ Մեր 44-օրյա պատերազմի հիմնական ձախողումների պատճառը հենց հետախուզության պակասն է եղել եւ բացն է եղել։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի հարցազրույցում ուղղակի նաեւ անուղղակի խոսեց այն մասին, որ մեզ մոլորեցնող հետախուզական տվյալներ են տվել մեր այսպես կոչված դաշնակիցները։ Եվ մենք հիմա սեփական կարողություն ենք ձեռք բերում հետախուզական տվյալներ ունենալու եւ դրա համար հատկացված միջոցները պետք չի այդքան նսեմացնել, որովհետեւ դրանով չի սահմանափակվում։ Ամենակարևորը մեկնարկել է հայ-ամերիկյան ռազմատեխնիկական
համագործակցություն։ Այսինքն Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառել Հայաստանի առաջ ձեռք բերելու այն զենքերը, որոնք հասանելի են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցների համար։ Այսինքն Միացյալ Նահանգները այսօր այն զենքերը, որ վաճառում է Ավստրալիային եւ Հարավային Կորեային, Հայաստանին ասում է դու կարող ես այդ զենքերից օգտվել։ Նրանք, ովքեր դրած խարազանում են այս գործարքը, ասում են, որ դա ոչինչ չի նշանակում կամ չգիտեմ դրա տակ այլ նպատակներ են տեսնում, թող մի հատ ասեն, թե ինչ եղավ մեր 200 եւ ավելի միլիոն հատկացված այն գումարի հետ, որ ռուսները վերցրին մեր ամենածանր պահին պատերազմից հետո, որ մեզ պիտի սպառազինություն տային եւ միջև հիմա չեն տվել այդ զենքը։ Ոչ գումարան, ոչ սպառազինություն վերադարձրել, ոչ էլ սպառազինությունն են տվել։ Եվ իհարկե էներգետիկ համագործակցությունը, դուք ձեր խոսքում նշեցիք 9 միլիոն դրամ, բայց դա 9 միլիարդ դոլարի մասին է խոսքը, որը ոչ թե կոնկրետ ներդրում է, որ Միացյալ Նահանգները պիտի անի մեր երկրում, այլ Միացյալ Նահանգները թույլ է տալիս, որպեսզի Միացյալ Նահանգների մասնավոր ընկերությունները Հայաստանին վաճառեն այն տեխնոլոգիաները, որոնք էներգետիկ մեր համակարգը ենթակառուցվածքը կառուցելու եւ դրա շահագործումը ապահովելու համար ուրեմն մեզ անհրաժեշտ է լինելու։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է։ Երրորդ ուղղությունը դա կիսահաղորդիչներն են, որոնք ռեգիոնալ ահռելի նշանակություն են վերապահում, որովհետև մեծ հաշվով նախապես հայտարարված կես միլիարդ ներդրումը Միացյալ Նահանգների փոխնախագահի այցով դարձավ 4 միլիարդ։ Դուք պատկերացնում եք դա ինչ ծավալներ է ենթադրում մեր կոմպակտ փոքր երկրի համար։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք քննարկեինք, թե օրինակ TRIP-ը, էներգետիկ համագործակցությունը, այս կիսահաղորդիչները եւ սպառազինության այս ձեռքբերումը ինչ կապ ունի խաղաղության եւ անվտանգության հետ։ Իսկ ինչ կապ ունի, պարոն Բաբաջանյան։ Տեսեք, Միացյալ Նահանգները տևական ժամանակ մեր պատերազմից հետո ես անընդհատ եղել եմ այցելությունների մեջ եւ հանդիպումների մեջ, փորձագիտական շրջանակների, պետական գերատեսչությունների, մենք կուսակցության մեր առաջնորդներով այցելել ենք, USAID ենք գնացել, պաշտոնյաների հետ ենք հանդիպել։ Միացյալ Նահանգները տևական ժամանակ տեսնում էր, որ մենք փնտրտուքի մեջ ենք, բայց մեզ անընդհատ հարցնում էին, ինչի կարիք ունեք դուք։ Կարող եք ասել, Հայաստանը ինչի կարիք ունի, որ մենք տեսնենք, կարող ենք ձեզ օգնել։ Տևական ժամանակ Հայաստանը ի վիճակի չէր նույնիսկ իր կարիքների գնահատումը կատարել։ Մինչև որ ամերիկացիները իրենք պատվիրակություններ սկսեցին ուղարկել եւ Բայդենի ադմինիստրացիայի վերջին փոխպետքարտուղարը այցելեց Հայաստան մեծ պատվիրակությամբ, երկար ժամանակ իրենք ուսումնասիրեցին Հայաստանը եւ որոշվեց, որ Հայաստանից պետք է կախվածություններ ստեղծել։ Այսինքն Հայաստանի վրա հարձակման գինը պիտի չափազանց բարձր լինի։ Եվ այն ինչ անում է հիմա Միացյալ Նահանգները, ըստ էության բարձրացնում է Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն իրականացնելու անհնարինության հասնող։ Ինչպես մեկը մյուսի հետ կապ ունի։ Օրինակ, երբ որ դու դառնում ես տարածաշրջանային արհեստական բանականության գործարանի կենտրոն եւ ամբողջ տարածաշրջանի տվյալների բազան գալիս են Հայաստան, իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահը հենց դրա մասին էր խոսում։ Որևէ ոտնձգություն հարձակում Հայաստանի նկատմամբ նշանակում է, որ արհեստական բանականության այդ ամբողջ տվյալների դատաբազան կարող է խափանվել եւ տարածաշրջանը ուղղակի կանգ կառնի։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Տեխնոլոգիական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ Հայաստանին մի ահռելի անվտանգային բարձիկ է ավելացնում։ Եվ սա մենք պիտի գիտակցենք։ Չգիտեմ որն է ավելի կարևոր, բայց տեխնոլոգիական այս համագործակցությունը չափազանց կարևոր է եւ այդտեղ ուղղակի հեռանկարները անպատկերացնելի են։ Տեսեք, Վենսի այցի հաջորդ օրը YouTube-ը հայտարարեց, որ մոնետիզացման որոշումն է բացում Հայաստանի համար։ Այսինքն Հայաստանի առաջ կանաչ
լույս է վառվում։ Հայաստանը դառնում է Միացյալ Նահանգների համար բարեկամ, դաշնակից, գործընկեր, ստրատեգիական պարտներ։ Եվ Վենսի այցը ընդհանրապես հենց այդ ուղերձն ուներ եւ տարածաշրջանին, եւ աշխարհին, եւ անմիջապես Հայաստանին եւ Հայաստանի հասարակությանը։ Էներգետիկ համագործակցությունը մենք հասկանում ենք եւ տեպական նաեւ ամերիկացիների հետ շփումներում ես մեր կուսակցությունը անդադ խոսել ենք, որ մենք ունենք դպրոց, որտեղ ի տարբերություն մեր հարևանների նախկին խորհրդային երկրներից Հայաստանը միշտ առանձնացել է իր ինժեներական դպրոցով եւ դրա շնորհիվ մենք կարողացել ենք ատոմային խաղաղ միջուկային էներգիայի լավ մասնագետներ պատրաստել եւ այս մասնագետներին մենք կկորցնենք, եթե մենք նոր ատոմակայան կառուցելու հերանեկար չստեղծենք։ Եվ Սակալովսկու հետ ենք խոսել, որը USAID-ի փոխտնօրենն էր, տևական ով Հայաստանի նաև կուրատորն էր։ Տևական խոսել ենք այն մասին, որ Հայաստանում պետք է գեներացվի այնքան էլեկտրաէներգիա, որ Հայաստանը կարողանա հարևան բոլոր երկրներին էլեկտրաէներգիա մատակարարելով իրենից կախվածության մեջ դնի Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանի հետ մենք ունենք համագործակցություն եւ Իրանի հետ swap համակարգով հիմա աշխատում ենք։ Այս բանը ձեզ կարող եմ թվեր ասել, օրինակ Թուրքիան իր տնտեսության մոտավորապես 26% արտադրանքի ստեղծում է քարածխից ստացված էներգիայից։ Եվրամիությունը պահանջ է դրել, որ մինչև 28 թվականը այդ 28%-ը պիտի դառնա առնվազն 15-16։ Այսինքն մոտավորապես 10% քարածխից ստացվող էլեկտրաէներգիայի պիտի մաքուր էներգիայից ստացվի։ Եվ Թուրքիան փնտրում է հարևանությամբ երկրներ, որոնք կարող են իրեն էլեկտրաէներգիա վաճառել։ Այսինքն դա անծայրացի շուկա է։ Եվ Հայաստանը իր ավելացված ուրեմն էլեկտրաէներգիան պիտի կարողանա վաճառել հարևաններին։ Դրանով անվտանգության մակարդակը պիտի ավելանա։ Այսինքն հավելյալ կախվածություն պիտի ստեղծվի եւ պիտի բարձրանա Հայաստանի վրա հարձակման գինը։ Ուրեմն սա երկրորդ։ Երրորդ թրիպը փոխկապակցվածություն Հայաստանի այդ 43 կիլոմետրը հնարավորություն է ստեղծում, որ Միացյալ Նահանգները կարողանան կենտրոնական Ասիայի այդ քրիտիկական հանքանյութերը եւ ապրանքները հասցնել Եվրոպա, եւ դա միջև հիմա իրագործելի չի եղել հենց այդ 43 կիլոմետրի պատճառով, որտեղ ռուսները Հայաստանի իշխանությունների ձեռամբ մշտապես մերժել են այդպիսի համագործակցություն։ Եվ այն ինչ որ 93-94 թվականներին ամերիկացիները արեցին Ադրբեջան-Վրաստան Թուրքիա կապը ապահովելով Բաքու-Թբիլիսի Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի Էրզրում նավթամուղերի եւ գազամուղերի ճանապարհով հիմա շատ ավելի մի քանի անգամ ավել նշանակությամբ ճանապարհն է կառուցվում, որի առանցքային հատվածը Հայաստանն է եւ ինչպես Վենսը նշեց, ռեգիոնալ հենման կետ է փնտրում Միացյալ Նահանգները, որպեսզի կարողանա իր քաղաքականությունը առաջ մղել, նաեւ առանց թաքցնելու, որ Հայաստանը հնագույն քաղաքակրթական ուրեմն քրիստոնեական քաղաքակրթության օրրան է եւ ինքը այստեղ իր համար ընդհանուր արժեքներ է տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, ես պատգամավոր եմ եղել 20 թվականին եւ հիշում եմ, թե մենք ինչ ջանքեր էինք գործադրում վաղամերիկ դիվանագետ Արմեն Խարազյանի հետ, որպեսզի Միացյալ Նահանգներից հենց պատերազմի ընթացքում հնարավորություն ստանանք դրոնային կարողություններ ձեռք բերելու։ Ինչն էր խոչընդոտում, պարոն Բաբաջանյան, հապկը Հայաստանը ընդհանրապես վախենում էր նույնիսկ պաշտոնական նամակ գրեր։ Եվ մենք մեծ ջանքերի գնով հասանք նրան, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի այսպես շատ լղոզված մի նամակ գրի, գաղտնի ընթացակարգով այդ նամակը կարողացանք անցկացնել, հասցնել ամերիկացիներին, արտգործնախարարությունը հրաժարվեց այդ նամակը հասցնել Ամերիկա։ Ավելին ասեմ, Միացյալ Նահանգներում մեր Հայաստանի դեսպանատունը հրաժարվեց դրան ընթացք տալ։
Որտեղ բոլորը վախեցած էին ռուսներից։ Դուք ուղղակի չեք պատկերացնի մենք ինչ ճանապարհ ենք անցել, որ Հայաստանի նախագահականում այն ինչ որ դուք հիմա տեսնում եք, դա անպատկերացնելի եւ անիրագործելի երազանք էր 5-6 տարի առաջ, որովհետեւ ոչ թե ամերիկացիները հրաժարվում էին, այլ որտեւ Հայաստանում իշխանության մեջ էին մարդիկ, ովքեր միայն ռուսական հրահանգի էին սպասում։ Ես ներկայ եմ եղել մի հանդիպման, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնյան նստած իր WhatsApp-ն էր թարմացնում, երբ Գենշտաբը վարչապետի հրաժարականն էր պահանջում, Ռուսաստանից հրահանգի էր սպասում, թե ինքը ինչ պիտի անի, ինքն էլ պիտի հրաժարականը պահանջի վարչապետի, թե ոչ։ Այդ մարդը հիմա ընտրություններին է որոշել մասնակցել, չգիտեմ ինչ որ Նոյան Տապանով եւ մնացածով։ Մենք այս տեսակ պաշտոնյաներ ենք ունեցել։ Ես վարչապետին մի անգամ իմ առանձին հանդիպման ժամանակ ասել եմ, այս պաշտոնյան ոնց որ Հայաստանի պաշտոնյա չլինի, այս պաշտոնյան ոնց որ խալխի երկրի նաչալնի կլինի։ Պարոն վարչապետ, հարցերը լուծեք, մենք չենք կարողանում Հայաստանի շահ առաջ մղել։ Եվ ասեմ, որ ասում էր, ես էլ այդպիսի տպավորություն ունեմ։ Մենք հիմա չեք պատկերացնի ինչպիսի բեռ ենք թոթափել։ Եվ մեր գլխավոր խնդիրը ոչ թե քննարկելն է Վենսի 4 միլիարդ թե 5 միլիարդ թե եւ այս ահռելի օրակարգերը լավ են թե վատ են, այլ որ կարողանանք մեր ներքին ինստիտուտներով եւ քաղաքական համակարգով պատրաստ լինել իրագործելու եւ իրականություն դարձնելու այս ամբողջ պայմանավորվածությունները։ Իսկ մենք պատրաստ ենք, պարոն Բաբաջան։ Ես այդտեղ ամենաշատն եմ վախենում, որտեվ երեք վարչապետը խոսում էր առաջիկա ընտրությունների պատմաքաղաքական լինելուց, եւ ես ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքը, բայց կարծում եմ, որ քաղաքական մեր միջավայրը, մեր քաղաքական համակարգը ամբողջությամբ դեմ է նաեւ այդ տրամաբանությանը, որովհետեւ այդ քաղաքական ամբողջ համակարգը ազգային այս կարևորության օրակարգի հակառակ ճակատում է դիրքավորվել եւ ամեն անհեթեթություն մտածում է, որպեսզի այս կարևոր օրակարգը հնարավորինս շատ նսեմացնի եւ շատ ուրեմն ժողովրդի աչքում անկարևոր դարձնի, ուղղակի երկրորդելով ռուսաստանցի պաշտոնյաների իրար հերթ չտվող այսպես վերջին ակնարկները, որ դուք ՀԱՏՄ անդամ եք, դուք չմոռանաք, որ մեր զորքերն են, մեր սահմանապահներն են կանգնած հայ-իրանական սահմանին, չմոռանաք, որ երկաթուղիները մեր սեփականությունն են մինչև 2030 թվականները եւ չմոռանաք, որ մենք ձեր էներգետիկ անվտանգության երաշխավորն ենք։ Ժողովուրդ, նոր հիշեցիք այդ ամեն ինչի մասին։ Իհարկե չենք մոռանում եւ պիտի ելնենք այդ իրողություններից։ Բայց ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք քաղաքական համակարգ ստեղծեինք, ոչ թե կոնֆլիկտ ստեղծելու համար ռուսների հետ, այլ հնարավորինս նաեւ սահմանափակելու ռուսների ունեցած ազդեցության լծակները այն օրակարգերի իրագործման նպատակին եւ ճանապարհին, որոնք որ այս պահին մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ կարող են խնդիրներ ծագեն։ Մենք պիտի լայն քաղաքական համերաշխություն ձևավորենք հայ-ամերիկյան այս օրակարգի շուրջ։ Պարոն Բաբաջան, Մինչդեռ պատկերացրեք Հայաստանի այսօր ընդդիմության խորհրդարանական ընդդիմության կամ երկրորդ ուժը։ Այդ ուժի առաջնորդը ասում է, որ թրիպը ազգային անվտանգության սպառնալիք է։ փակուղի։ Երբ ինքն է ամենամեծ սպառնալիքը մեր ազգային անվտանգության, եւ մենք այս քաղաքական կամ քվազի քաղաքական սուբյեկտներին դեռ թույլ ենք տալիս, որպեսզի իրենք գոյություն ունենան մեր քաղաքական համակարգում։ Մինչդեռ իրենց ամբողջ նպատակը Հայաստանի մեկուսացումն ու Հայաստանի պետականության չեղարկումն է։ Այդ ամբողջ ասուլիսը, որը ոչ թե պիտի ասուլիս լիներ, ոչ թե պիտի սեփական հյուրանոցում տեղի ունենար այդ ասուլիսը, այլ պիտի լիներ մեկուսարանում եւ ոչ թե ասուլիս, այլ ցուցմունք պիտի տար այդ մարդը Իրանի հայ-իրանական սահմանի մասին մտատանջանքներ է ունենում, երբ ինքը եղել է այդ հայ-իրանական սահմանը վերացնելու նախաձեռնողը։
99 թվականից ինքը եղել է այդ տեսակ քննարկումների մեջ եւ QS-ում եկել է համաձայնության, որ մեղրին պիտի փոխանակվի լաչինի հետ։ Մեղրին եթե փոխանակում ես, այդ 43 կիլոմետրը կորցնում ես եւ բնականաբար կորցնում ես նաեւ Իրանի հետ ունեցած սահմանը եւ Քոչարյանը այդ ժամանակ ուներ վստահություն, որ վաղ թե ուշ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լինելու է կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի արդյունքում Իրանը տրոհվելու է եւ Արևմտյան Ադրբեջանը, Ատրպատականը միավորվելու է ներկա Ադրբեջանի հետ, դե ինչներիս է պետք մեղրին։ Այս մարդը այս մակերեսային պատկերացումներով միջազգային հարաբերությունների մասին եղել է պետության ղեկավար եւ միջև հիմա շարունակում է դերակատար մնալ եւ սա մեր հավաքական ամոթն է։ Թույլ տալ, որ պատկերավոր ասած այս Ռոբերտ Քոչարյանիկները ընդհանրապես այս տեսակ կարծիք հայտնեն այս կարևորության համաձայնությունների վերաբերյալ։ Պարոն Բաբաջանյան, իդեպ շատ հետաքրքիր է, որ իհարկե շատ դրական բաներից եք խոսում, հիմա չեմ ուզենա թեման շրջանցել, բայց հետաքրքիր է, որ նույն խորհրդարանական ընդդիմությունը նրանց սատելիտները 2 օր շարունակ կարծես թե լուռ էին, փորձում էին հնարավորինս նսեմացնել եւ հիմա ակտիվացան, երբ Վենսը արդեն Բաքվում է, այնտեղ ռազմաքաղաքական համագործակցության մասով համաձայնագրեր ստորագրվեցին ու ելի սկսվեց, որ տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, զենքեր են տալու նաեւ Ադրբեջանին, այսինքն Զենքերի մասին եղել է նաև Թրամփի գրառման մեջ ռազմաքաղաքական համագործակցություն չկա, կա ստրատեգիական համագործակցություն եւ այն ուղղություններն են նախանշված, որոնք որ Ադրբեջանը կարող է Միացյալ Նահանգների հետ ունենալ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները փորձում է պարիտետը պահպանել, որտեղ եթե մենք խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի մասին Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Միացյալ Նահանգները փորձում է առավելագույնը անել հակամարտող 2 երկրների համար։ Մեր խնդիրն է, մեր ունեցած գործիքներից եւ մեր ձեռք բերած համաձայնությունները առավելագույնս օգտագործել։ Ադրբեջանում էլ պիտի կիսահաղորդիչների ինչ որ մի կենտրոն ստեղծեն, բայց ադրբեջանցիները չունեն Ռև Լիբարիձյան, չունեն Nvidia-ի հետ այս խորը համագործակցությունը, չունեն Ալեքսան Եսայանի նման մեկին, ով ամիսներ շարունակ ահռելի աշխատանք էր տանում Վաշինգտոնում։ Եվ ի վերջո այդ քաղաքական համակարգը չի կարող ունենալ տվյալների այն կենտրոնը, որ կարող է ունենալ Երևանը, որտեղ բռնապետական Ադրբեջանում չկա ընդհանրապես IT համայնք։ Չի լինում բռնապետություններում IT համայնք, որտեղ IT համայնքը ամենաազատամիտ եւ ազատություններ սիրող համայնքն է։ Եվ այդ համայնքը, որտեղ նույնիսկ ազատ մամուլ չկա, չի կարող ուղղակի գոյատևել այդ փակ համակարգում։ Հետևաբար իհարկե նույնացնելու փորձեր կան, օրինակ մոտորան ավակներ են տալիս Կասպից ծովի համար։ Դա Հայաստանի համար չի տալիս։ Հասկանալի է, որ Միացյալ Նահանգները Իրանը նկատի ունի, որպեսզի իր ջրերը, այսպես ասած, կարողանա պաշտպանել Ադրբեջանը։ Դրանք այլ ուղղություններ են եւ այլ առաջնահերթություններ են։ Եվ բնականաբար Միացյալ Նահանգները այստեղ խաղաղությունը ամրապնդող ավելի նպատակներ է հետապնդում եւ ոչ պատահականորեն հենց Հայաստանում այս սպառազինության մասին վկայաբերելիս Դիվենսը խոսում է, որ մենք խաղաղությունը ուժով պաշտպանելու քաղաքականության կողմնակից ենք, այսինքն Հայաստանին այնպիսի կարողություններով օժտել, որպեսզի խաղաղությունը լինի ուղղակի նաև պաշտպանված ուժով, եւ սա պիտի լինի մեր օրակարգը եւ Միացյալ Նահանգների հետ եւ բոլոր ուղղություններով, օրերս նաև Հնդկաստանից ձեռք բերված սպառազինությունների ցուցադրություններ, ուղղակի շշմել կարելի է, մենք միայն տեսանք այն ինչ կարելի էր տեսնել, բայց դրա հետևում դուք պատկերացնում եք ինչ համակարգեր են աշխատում, ինչ գիտելիք է պետք, որպեսզի մենք կարողանանք այդ բոլորը աշխատացնել, որովհետև դրանք հենց այդպես չվերցրիր, միացրիր ու սկսեց աշխատել։ Դրանք ահռելի տեխնիկական կարողություններ, գիտելիք, լեզուներ իմանալու մասին է եւ մենք մեր բանակը պիտի համապատասխանեցնենք նաեւ ինտելեկտուալ մակարդակը, պիտի համապատասխանեցնենք այն սպառազինությանը եւ այն տեխնոլոգիական ուրեմն հնարավորություններին, որոնք մեզ ուրեմն առավել
պաշտպանված կդարձնեն եւ մեր խաղաղությունը ավելի տևական կդարձնեն, որտեղ հասկանում ենք, որ զենքերի սպառազինության մրցավազքի մեջ մենք միշտ պարտվելու ենք։ Հարևանները մի կողմից Ադրբեջան, մի կողմից Թուրքիա, որոնք հայտարարել են մեկ բանակ ստեղծելու մտադրության մասին, մեր հնարավորությունը մրցակցելու ոչ թե զենքերի մրցավազքն է, այլ ինտելեկտուալ թռիչքը, որտեղ ոչ թե քանակի մեջ ենք մենք առավելություն ստանում, այլ որակի։ Եվ այստեղ տեխնոլոգիաները ունեն անպատկերացնելի դերակատարում եւ անփոխարինելի կարեւորություն եւ կարծում եմ այդ ուղղությամբ պիտի աշխատենք։ Եվ դրա համար էլ մենք պիտի ներսում մեր քաղաքական համակարգը, ինստիտուտները, բանակի համար պատասխանատու կառույցները, մեր պետական գերատեսչությունները պիտի պատրաստ լինեն մարսելու, յուրացնելու այս ամբողջ առաջնահերթությունները։ Տեսեք, նախորդային կոռուպցիայի համաթիվն է հրապարակվել եւ մենք այդտեղ առաջընթաց չունենք։ Ու սա խնդրեմ է։ Գնումներ, դատական համակարգ, պետական ինստիտուտների թույլ լինելու մասին է վկայում այդ համաթիվը։ Իսկ դա վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ Ընդհանրապես կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի դեպքում։ Եվ մենք գտնում ենք, որ կոռուպցիոներների համար պիտի սահմանվի ուղղակի ամենախիստ պատիժը, որտեղ Հայաստանի համար, որը այսպիսի բարդ տարածաշրջանում է, ընդհանրապես պետական փող գողանալը նշանակում է պետությանը դնել թշնամու առաջ մերկ եւ անպաշտպան։ Եվ ցանկացած պաշտոնյա պիտի ուրեմն կյանքով պատասխան տա։ Եվ մենք ապրել ենք այդ ժամանակները եւ ես հիշում եմ, երբ ազգային ժողովում հանրապետականը մեծամասնություն էր ու այդպիսի նմանօրինակ հայտարարություններով հանդես եկան նույն միաժամանակ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների դեսպանները, Վահրամ Բաղդասարյանը հանրապետական կուսակցության ասում էր, քիթները թոչումացնեն մեր երկրի ներքին հարցերի մեջ։ Բերեցին երկիրը կանգնացրին այստեղ եւ իրանց նպատակը կրկին վերադարձնելն է երկիրը այդ վիճակին, որտեղ Հայաստանը ընդհանրապես որոշում չէր կայացնում։ Հայաստանի փոխարեն, բայց Հայաստանի հաշվին ուրիշներն էին խոսում եւ ուրիշներն էին պայմանավորվում։ Ու սա ամենածայրաստիճան վտանգավոր վիճակն էր, որտեղ Հայաստանը մենք այս այցերի, այս սպասվող նաեւ այցերի մասին կարող ենք խոսել, ահռելի դերակատարություն է վերագտնում ու սա մի աշխարհի նոր կարգ ու հարաբերություններ են, որտեղ չափը չի որոշվում երկրի։ Տեսեք, մերձավոր արևելքում փոքր երկրներ չկան։ Ամենափոքր երկիրը գիտեք որն է մերձավոր արևելքի։ Իսրայելը, որը մեր պետության, գիտեք, ինչքան տարածքն է զբաղեցնում, 2/3, որի 80%-ը անապատ է։ Իրենք այդ 80%-ը այգի են դարձրել, կանաչ են դարձրել եւ իրենց երկիրը այսօր դարձել է մերձավոր արևելքի հեգեմոնը, լինելով այդքան փոքր։ Այստեղ է խնդիրը։ Այսինքն այդ խոսակցությունները, որ դուք փոքր եք, դուք ոչ ոքի պետք չեք, ջարդ ու փշուր է անում ուղղակի Իսրայելի օրինակը։ Ի վիճակի ենք մենք օգտվել Միացյալ Նահանգների ձեռք մեկնած մեզ մեկնված ձեռքից, որպեսզի կարողանանք մեր երկիրը հզորացնել։ Ունենք այդ օրինակը եւ դրանից պիտի օգտվենք, որտեղ բանակը տնտեսության հիմնական շարժիչն է։ Բանակում այնպիսի միտք կա գեներացվում, որը հետո մասսայական արտադրության համար դառնում է ահռելի միջոցներ եւ եկամուտ ստանալու հնարավորություն։ Դուք այսօր ձեր հեռախոսի մեջ լիքը application-ներ եք օգտագործում, որոնք ստեղծվել են իսրայելական բանակում։ Առաջինը փորձարկվել են այնտեղ ռազմական նպատակներով։ Հետո դուրս են եկել մասսայական արտադրության եւ Իսրայելը դա վաճառել է եւ իր երկրի համար եկամուտները ապահովել։ Սա է մեր լուծումը։ Մեր բանակում պիտի մենք այդպիսի միտք կարողանանք գեներացնենք։
կրթական մի ահռելի ուրեմն օջախ պիտի դարձնենք, որտեղ զինվորը մտավ, ինքը պատրաստ քաղաքացի պիտի լինի տնտեսության, կրթության, գիտության ոլորտներում դրսևորվելու։ Դուրս եկավ այնտեղից, բանակի առաջ իր պարտականությունները կատարեց, դուրս եկավ արդեն տարբեր ոլորտներում հմտություններ ու գիտելիք ունեցող մեկն է, որը իր կարողությունները պիտի իսպաս դնի պետության առաջ։ Սա պիտի սրա մասին կուզեի, որպեսզի մենք քննարկեինք եւ ոչ թե այն էժան քննարկումները, որոնք դեռևս գալիս են անցյալ տարվանից, այս օրերին խոսում էին, որ այս հանդիպումը Հայաստանը խնդրել, աղաչել Եվս մեկ լուսանկար ունենալու համար գեդինը չեք մտնում, հիմա էլ այդ նույն մարդիկ ուրեմն բան են անում, այս այցն են քննարկում, համեմատություններ են դնում, սա է։ Եվ կուզեի հատուկ այստեղ կանգ առնել, կարծում եմ, որ մեր առաջիկա անելիքը պիտի լինի Միացյալ Նահանգների հետ խորհրդակցություններ սկսել եւ հասնել նրան, որպեսզի Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից դառնա Միացյալ Նահանգների համար։ Իհարկե տեսանելի ապագայում իրատեսական չի, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, բայց դա էապես կբարձրացներ Հայաստանի նշանակությունը։ Մենք երկու օրակարգ ունենք, մեկը, որի վերաբերյալ մենք օրենք ենք ընդունել Եվրամիության անդամ դառնալ եւ երկրորդ դառնալ Միացյալ Նահանգների համար դաշնակից, բայց որը ՆԱՏՕ-ի անդամ չի։ Իհարկե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները Միացյալ Նահանգների դաշնակից են համարվում։ Բայց կան նաեւ անդամներ, որոնք հյուսիսատլանտյան այդ գոտում չեն եւ ոչ պակաս կարեւոր ուրեմն դաշնակիցներ ունեն, Ճապոնիան, օրինակ Հարավային Կորեան, օրինակ Ավստրալիան։ Եվ մենք կարողանանք դառնալ Միացյալ Նահանգների դաշնակից դրա բոլոր ուրեմն առավելություններով եւ հնարավորություններով։ Պարոն Բաբաջանյան, ռուսական կողմի, այսպես ասած, ճակերտավոր խանդի դրսևորումները քիչ թե շատ հասկանալի են, վերջին օրերին նկատել եք ամենօրյա մակարդակում են հիշեցնում, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, այնտեղ, ինչպես դուք նշեցիք, նաեւ ռուս սահմանապահներն են կանգնած, Ռուսաստանը պիտի որևէ տարբերակ գտնի թրիփում մասնակցություն ունենալու։ Նախ հասկանանք, թե ինչու ռուսական կողմը, երբ Հայաստանից նման առաջարկներ կար, հենց ռուսական կողմից մերժում էր այդ փաստաթղթերին որևէ կերպ մոտիկ չէր գնում, հիմա երբ արդեն դա Ամերիկայի հետ է արվում, իրենք փորձում են որևէ ձև մասնակցություն ունենալ։ Չէին վերաբերում, ասում էին, որ սա լուրջ չի եւ դա երբեք համաձայնագիր չի դառնա։ Դրանք բոլորը հռչակագրեր են, իսկ օգոստոսի 8-ը բոլորը մտադրությունների մասին ուղղակի հռչակումներ էին։ Հիմա երբ ամեն ինչ արդեն գետնի վրա իրականություն է դառնում, պայմանագիր է դառնում, համաձայնագիր է դառնում, իրավիճակը փոխվում է։ Ավելին, այս պահին ամերիկյան աշխատանքային խումբ է Մեղրիի հատվածում տեղանքն են ուսումնասիրում, թե ինչպես պիտի այդ աշխատանքները կարողանան կազմակերպել։ Ավելին, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից արդեն որոշված է, թե որ երկրի շինարարները պիտի իրականացնեն այդ շինարարությունը։ Օրինակ, ամերիկացիները ուզում էին, որ դրանք լինեն թուրքերը, որտեղ իրենք թուրքերի հետ ունեն աշխատանքային, այսպես շինարարական փորձ։ Հայաստանը ասաց, մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերը այստեղ որևէ աշխատանք տանեն։ Երկրորդ տարբերակը Չինաստանն էր, դա էլ ամերիկացիները չէին համաձայնում։ Ինչ անել, ընտրվեց Արաբական Միացյալ Էմիրությունների տարբերակը։ Իրենք ունեն եւ փորձ, եւ ամերիկացիների հետ աշխատանքի ավանդույթ, եւ նաեւ ուրեմն լեզուն իրենք շատ լավ կարողանում են արագ ընկալել։ Ամերիկացիները մեծ փորձ ունեն Էմիրատներում աշխատանքի։ Ավելին ասեմ, ռուսները ոչ միայն այս հայտարարություններն են անում, նաեւ անցյալ շաբաթ Ռոսատոմի տնօրենի հետ Ալեն Սիմոնյանն էր հանդիպել Մոսկվայում եւ կարող եմ ձեզ ասել, որ դեռ տևական ժամանակ ռուսները ասում էին եւ զգուշացնում մեզ, շանտաժ են անում ուղղակի, որ իրենք կերկարաձգեն գործող ատոմակայանի կյանքը 10 տարով, այսինքն 2026-ից 2036 թվական, երբ այլևս պիտի կանգնի ատոմակայանը։ Մի պայմանով, եթե նոր ատոմակայանի կառուցելու իրավունքը տրվի ռուսներին։ Այս պահին դա մեր ամենամեծ խնդիրն է։ Եվ ասեմ, որ այդ պատճառով է, որ անցյալ տարեվերջին Խուդատյանը հայտարարել էր, որ մենք պիտի նշենք, թե որ երկրի հետ ենք կառուցելու։ Ակնհայտ է, որ դա Միացյալ Նահանգներն են, բայց մենք վախենում ենք դրա մասին հայտարարել, որտեղ ռուսները հրաժարվում են գործող ատոմակայանի
հարցում մեզ աջակցել։ Ինչ պիտի անենք մենք։ Ամերիկացիները այդպիսի փորձ ունեն։ Սովետական ատոմակայանների կյանքը երկարաձգման արևելյան Եվրոպայում, սոցիալիստական նախկին ճամբարի երկրներում, օրինակ Ռումինիայում, Բուլղարիայում ատոմակայաններ են եղել, որոնց կյանքը երկարաձգելու համար ռուսները հրաժարվել են կամ արևելյան Եվրոպայի երկրները հրաժարվել են իրենք ռուսների օգնությունից օգտվել։ Ամերիկացիներն են եկել աջակցել։ Կարծում եմ այստեղ էլ մենք պիտի քննարկենք ամերիկացիների հետ այս 10 տարվա նաև գործողության ժամկետը ատոմակայանի երկարաձգենք իրենց օգնությամբ, որպեսզի այս շանտաժը թույլ չտանք։ Բայց ես իհարկե դեմ եմ, որ մենք կոնֆլիկտներ փնտրենք։ Կոնֆլիկտները ստեղծվում են հիմա Հայաստանում ռուսների գործակիցների օգնությամբ։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Իրանին ներքաշեն այս խոսակցությունները։ Դե ասում են, որ ԱԹՍ-ները հիմա հետախուզական տվյալներ կարող են փոխանցել։ Սա վտանգավոր խոսակցություն չի, պարոն Բաբաջանյան։ Վտանգավոր իրենք ուղղակի Հայաստանի դեմ ցուցմունքներ են տալիս։ Հայաստանի ներքաշում են մեծ ուրեմն վեճերի եւ պատերազմների մեջ, բայց չեն հաշվարկում, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ օրինակ այսօր շատ խորը, շատ սերտ աշխատանք է գնում։ Օրինակ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահը այսօր առավոտյան մի քանի կարևոր հայտարարություններ արեց Իրանի մասով։ Ասաց, որ մենք տեսնում ենք, որ Իրանը իսկապես գործարք է ուզում կնքել։ Իսկ Ֆիդանը նախորդին հայտարարեց, որ պատերազմը բացառվում է այս պահին Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, որտեղ կա երկկողմ բանակցության գնալու պատրաստակամություն։ Այսինքն այն պահին, երբ որ փորձում են Իրանին բերեն հակաամերիկյան, այսպես վեճի առարկա սարքեն Հայաստանի տարածքում։ Իրանը եւ Միացյալ Նահանգները բանակցում են, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները բանակցում են եւ շատ լավ է, որ բանակցում են, շատ լավ է, որ իրենք միշտ լավ լինեն, իրանք ինչքան լավ լինեն, հաշտ ու համերաշխ լինեն, մենք դրանից կօգտվենք։ Եվ ռուսների եւ այս իրենց գործակալական շղթայի այս մղումները ձեռքերը տաքացնել այլոց կոնֆլիկտների վրա, ուղղակի կդադարի, որտեղ սրանք կմնան պարապ, որտեղ իրենք չեն հաշվում, որ ռուսները եւ ամերիկացիները այսօր տենց արմատական վեճ որպես այդպիսի ֆունդամենտալ չունեն եւ իրենք կարող են հաղթահարել ցանկացած խնդիր։ Ավելին ասեմ, օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ հնարավոր խնդիրները իր վրա է վերցրել։ Եվ հայկական կողմին ասել են, որ Ռուսաստանի մասով հանգիստ եղեք։ Մեզ ասել են դուք Իրանի հետ կոմունիկացրեք, որ Իրանը այստեղ իր համար խնդիրներ չտեսնի։ Եվ մենք դա պատշաճ ձևով արել ենք։ Եվ եթե հիշում եք, Միացյալ Նահանգների նախագահը քանիցս խոսում էր, որ ինքը Պուտինի հետ այս թեմայով խոսել է։ Եվ խոսակցության առարկայի մի մասը եղել է, որ մենք այստեղ խաղաղության ենք հասել, հանկարծ Ռուսաստանը չփորձի այստեղ այդ խաղաղությունը խափանող, խոչընդոտելու ուղղված քայլեր ձեռնարկի։ Այսինքն կա այդ տեսակ խոսակցություն նույնիսկ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Ինչ եք փնտրում, ինչ եք կոնֆլիկտներ ստեղծում։ Նույնը Իրանի հետ։ Երևանը մշտապես եւ որևէ իշխանություն Երևանում չի կարող Իրանի շահերը անտեսող քաղաքականություն վարել։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հայաստանի եւ Իրանի միջեւ ոչ միայն բարեկամական, մենք եղբայրական զգացումներ ունենք։ Եվ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը երրորդ կողմի հետ իր հարաբերությունները կարող է կառուցել Իրանի դեմ։ Հակառակը Իրանը պիտի միշտ շահ տեսնի Հայաստանի տնտեսական եւ պաշտպանունակ դիմադրողունակությունը ավելացնելու այս մեր քայլերի մեջ, որտեվ Աբդուլլահյանը, որը վախճանվեց այդ ուղղաթիռում, արտգործնախարարն էր Իրանի, վերջին արտգործնախարարը հայտարարում էր, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է։ Հիմա եթե իրենք անկեղծ են իրենց այդ հայտարարության մեջ, Հայաստանը իր անվտանգությունը բարձրացնելու կարևոր քայլեր է ձեռնարկում, առանց Իրանի շահերը անտեսելու եւ ոտնահարելու։ Եվ ես կարծում եմ, որ եթե մենք պատշաճ կերպով կոմունիկացնենք այս իրողությունները իրանցի մեր գործընկերների հետ, իրենք միայն ուրախ պիտի լինեն, որ Հայաստանը այս քայլերով ավելի անվտանգ է դառնում
եւ իրեն պաշտպանելու, ավելի դիմադրողունակ դառնալու ըստ էության քաղաքականություն է վարում, եւ եթե մեր ձեռքից գա մի բան, որ Միացյալ Նահանգների հետ ունեցած մեր հարաբերություններով կարող ենք օգնել, որ Իրանն էլ դրանից օգտվի, միայն պիտի ուրախ լինենք եւ տրիպի հետ կապված մեր բոլոր պայմանավորվածությունները այս կամ այն կերպ նաեւ հաշվի են առնում Իրանի շահերը եւ եթե Իրանը որևէ կերպ կարող է ներգրավվել, օգտվել այդ ճանապարհներից, մենք միայն ուրախ կլինենք։ Պարոն Բաբաջանյան, փորձեմ ամփոփել այս բոլոր դրական միտումները, որոնց մասին խոսեցիք, նշեցիք նաև հայ-ամերիկյան այս համագործակցությունը հնարավոր է իհարկե եւ շարունակականությունը այս ամենի հնարավոր է եւ մեծապես կախված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որովհետեւ դուք ձեր խոսքում նշումներ արեցիք, որ հիմա տեսեք ովքեր են հավակնում դառնալ կամ վերադառնալ իշխանության ամենատարբեր մեթոդներով։ Երկրորդ նախագահը, որը հայտարարում է, որ 29000 քառակուսի կիլոմետրով պետք չէ սահմանափակվել։ Մարդիկ, որոնք նոյան տապան են կառուցում քաղաքական եւ փորձում են այնտեղ ներգրավել ամենատարբեր մարդկանց ու քաղաքական ուժերի։ Երրորդ նախագահը, որը հայտարարում է, որ բոլոր ուժերը պետք է համախմբվեն մեկ բանի շուրջ, այն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Բարերարներ, ճակերտավոր ասած բարեգործներ, ովքեր մեկ դրամով են պատրաստ աշխատել եւ խոստանում են հանել հարկեր վերացնել հարկերը այս պայմաններում այս ձևավորված այս խճապատկերում ինչ ելք կարող է լինել 2026 թվականի ընտրություններում եւ արդյոք ռիսկային չէ այս պատկերով գնալ խորհրդարան եւ այս պատկերով գնալ նաեւ խորհրդարանական ընտրությունների, որովհետեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Միացյալ Նահանգները համագործակցում է ժողովրդավար Հայաստանի հետ։ Հիմա ինչպես կարող ենք պատկերացնել այս ամենի հեռանկարները հետագան, երբ նման ուժեր են հավակնում։ Ես շատ ինտենսիվ ամերիկացիների հետ շփվում եմ եւ իրենց համար լրջագույն խնդիր է առաջիկա ընտրությունները եւ այն քաղաքական սուբյեկտների դերակատարությունը եւ մասնակցությունը, ովքեր առհասարակ իրենց դուրս են դնում այն օրակարգից, որը այսօր Հայաստանի համար առանցքային եւ ամենակարևորն է։ Դա խաղաղության օրակարգն է եւ դրան սպասարկող, դրան օգնող, դրան հասնելու միջոցներն են։ Ձեր նշած բոլոր շրջանակները ռուսական հիմնական ազդեցության գործիքներ են եւ իրենց նպատակը հայկական պետականության ամրապնդումը չի, հայկական պետականության հարատեվությունը չի, հակառակը իրենք Հայաստանը դիտարկում են միայն որպես ծայրագավառ, իրենք էլ կարողանան այտենց գնան Կիրենկոների 160 միլիոնից կարող եմ ասել յուրաքանչյուրը ինչքան փող է ստացել արդեն։ Դուք այդտեղ անուններ տվեցիք, չնշեցիք նաև նրանց, ովքեր ասենց 6 միլիոն, 8 միլիոն դոլարով մտնում են ընտրապայքարի մեջ, ուղղակի ռուսներին խաբելով, իբր իրենք այստեղ ինչ-որ շանսեր ունեն։ Բայց դա իհարկե մտահոգում է նաև արևմտյան գործընկերներին եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, որովհետեւ մեր խնդիրը պիտի լիներ այս օրակարգերի շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա ստեղծել, որպեսզի այս համաձայնությունները կախված չլինեն մեկ անձից, մեկ քաղաքական ուժից եւ մեկ ընտրական ցիկլից։ Սրանք Հայաստանի 100-ամյա թղթի վրա նշված 100-ամյա հորիզոնը, անկախ գոյությունը պայմանավորող օրակարգեր են։ Եվ մենք սրա շուրջ պիտի համախոհություն փնտրենք, եւ հասարակական, եւ քաղաքական, եւ այն քաղաքական ուժերը պիտի առաջ գան։ Կլինի ընդդիմություն թե իշխանություն, որոնք այս հարցում չունեն հակասություն։ Ունեն օրինակ այս ամենը, այս համաձայնությունները ավելի արագ իրագործելու հակասություն, ավելի բովանդակալից, ավելի խորը։ Օրինակ, այս պահին ես որպես ընդդիմադիր ուժ իշխանությունից պահանջում եմ Միացյալ Նահանգների հետ սկսել բանակցել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից դառնալու հնարավորության շուրջ։ Ես պահանջում եմ, որպեսզի իշխանությունը ավելի ու ավելի հնարավորինս չեզոքացնի այն բոլոր ռիսկերը, որոնք Հայաստանում այս պահին գոյություն ունեն եւ որոնք կարող են թույլ չտալ, որ մենք այս համաձայնությունները ամբողջությամբ իրագործենք։ Դա ռուսական ռազմաբազան է, դա ԵԱՏՄ անդամակցությունն է, դա ռուս սահմանապահների ներկայությունն է, դա երկաթուղու կոնցեսիոն կառավարումն է։ Իմ պարտականությունը դա է եւ դրա համար մենք հանդես ենք գալիս առաջիկա ընտրություններին ոչ թե իշխանափոխության դրոշակով։ Մենք ասում ենք, մենք գալիս ենք ընդդիմափոխության կարգախոսով, նպատակով, որտեղ կարծում ենք, որ իշխանությունը արել է իր առավելագույնը։
ընդդիմությունը չի արել իր առավելագույնը, հակառակ ընդդիմությունը գործել է ընդդեմ Հայաստանի առաջնահերթությունների, Հայաստանի պետականության եւ հարատեվության։ Մեր նպատակն է իշխանության որակը բարձրացնել որակյալ ընդդիմությամբ։ Ցանկացած իշխանություն կպարազիտանա այսպիսի ընդդիմության արկայությամբ։ Մեր նպատակն է որքան հնարավոր է արագ որակյալ ընդդիմություն ունենալ, դրանով ես համոզված կարող եմ ասել, կարող ենք երաշխավորել ցանկացած իշխանության որակյալ աշխատանքը։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Կհանդիպենք։